Գեղամն ու Անուշը զինվորականներ էին, հանդիպել են Զորամասում, որտեղ երկուսն էլ ծառայում էին։ Ամուսնացել են ապրիլյան պատերազմից 6 ամիս առաջ։ Գեղամը զոհվեց ապրիլյան պատերազմում Թալիշի պաշտպանության ժամանակ։ Խորցավը միշտ էլ մնալու է, տարիների ընթացքում շարունակում է քո հետ, բայց դե եթե ծառայության մեջ ես, պիտի շարունակես էլի այդ ծառայությունը։ Գոնե կատարես իր թողած գործերը, որը թողել է ինքը կիսատ։ Այդ օրերին Անուշի համար միայն մեկ լուսավոր կետ կար՝ դեռ աղոտ ու անանուն Գեղամը զավակ է ունենալու։ Մոնթեի ծննդյան օրը նոյեմբերի 25-ին հույսն արդեն մարմին է առել, քաշ ու հասակ ունի։ Բոյը 51, քաշը 3650։ Տեսալել ենք արդեն երեխուն Անուշին, սա նորմալ, առողջ։ Ծննդատան սպասասրահում վիշտն ու ուրախությունը միախառնվել են։ Գեղամին կորցրեցին, բայց եւ անսահման ուրախ են, որ նրա զավակին գրկելու հնարավորություն ունեն։ Մեր ընտանիքին հետ է սուրբ հատերնում, իմ խոխած, իմ թորնիկս, մեր հույս ու հավատն է։ Քիչ անց նաև փոքրիկի անունը հայտնի դարձավ Էլմիրա, նորաթուխ մայրիկն է գաղտնազերծում։ Գեղամի ընտրությունն էր, որոշել էր առաջին աղջկա անունը Էլմիրա դնել։ Մենք ամուսնանալուց հետո ծնողս մահացավ, ինքը հարգանքի, թե շատ սիրելուց վերաբերմունքից ասաց, որ ես աղջիկ ունենամ, ապայման այդ անունը կդնեմ։ Անուշն էլ վշտի եւ ուրախության խաչմերուկում է, հատկապես այս պահին է զգում Գեղամի բացակայությունը։ Մեծ ուրախություն է, ուղղակի գիտակցելով, որ այդ ուրախությանը պիտի մասնակցեն նաև իր հայրը, չկա, երկու այդ զգացողություններն ա, որ չգիտես էլի ոնց ընդունես, ոնց արտահայտվես։ Անուշն առայժմ Ստեփանակերտում կապրի դստեր հետ իր աշխատանքին է վերադառնալու բանակ, որտեղ նաև իր քույրերն են ծառայում։ Ֆիզիոլոգիական արձակուրդից հետո ես նորից շարունակել եմ։ Չի բացառում, որ դուստրն էլ կընտրի զինվորականի ուղին, ինքը դեմ չի լինի, իսկ առայժմ փոքրիկի կռիվը կաթի շշի հետ է, հաղթում է մայրիկի օգնությամբ։ Նորայր Հովսեփյան, Մերուժան Մարտիրոսյան, Արշակ Գասպարյան, օր։